Հայաստանում մեկ տարում խոշոր եղջերավորների գլխաքանակը պակասել է 12%-ով, վերջին 10 տարում կրճատվել է 32%-ով, այծերինը 43%-ով, ոչխարներինը 10%-ով, փոխարենը խոզերն ավելացել են 4.3%-ով, ձիերը 32%-ով, 23%-ով ավելացել է թռչունների գլխաքանակը։ Զարգերագեյմին էկոնոմիկայի նախարարությունից ասացին, նվազման պատճառներն են կերերի բարձր գինը, կենդանիների բարձր ինքնարժեքը, ցածր եկամուտը եւ բիզնեսին չտիրապետելը։ Գլխաքանակը վերականգնելու բազմաթիվ ծրագրեր կան, քանի որ կրճատումը կարող է պարենային անվտանգության լուրջ խնդիր դառնալ։ Օրինակ, թռչնամսի դեպքում ինքնաբավ չենք։ Կարևորեցին ինտենսիվ անասնապահությունը, ինչի արդյունքում ֆերմերը քիչ թվով կենդանիներ պահելով 2-ից 3 անգամ ավելի շատ կաթ եւ միս կարող է ստանալ։ Մեզ հետ զրուցած ոլորտի մասնագետը նշեց, որ Հայաստանում 3 ֆերմերից մեկն աշխատում է մինուսով եւ պատճառների թվում ավելացրեց կաթի, մսի, ցածր գինը։ Կտվոր հովիվ չեն գտնում։ Խնդիրը համակարգային է, չկա մոտիվացիա անասնապահությամբ զբաղվելու։ Նորմալ չէ, որ մեր ամենաերիտասարդ ֆերմերը 64 տարեկան է, անասնաբուծությամբ էլ դիմորդներ չունենք։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ աջակցության ծրագրերը գյուղացուն չեն հասնում եւ կաբինետներում են վարում, ցանում, հնձում։